Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Այսօր մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օկայա Մեմիշին։ Պետության ղեկավարը անդրադարձել է այն փաստի նշանակությանը, որ Օկայա Մեմիշը Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ է այցելում մեր երկիր եւ հույս է հատնել, որ այս այցը հաջող կլինի։ Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել մեր երկրների միջև բոլոր ոլորտներում եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների խորացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ջերմ հարաբերությունները մեծ ներդրում են ունենում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում։ Հանդիպմանը նշվել է երկու երկրների միջև հաջող համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում անվտանգության հետ կապված հարցերում։ Մայիսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը շնորհավորել է քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ։ Պետության ղեկավարը քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը պատմական իրադարձություն անվանելով հայտարարել է, որ այս հարցում վճռորոշ դեր է խաղացել Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Թուրքիայի հզորությունը եղբայրական երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալ պայքարը ահաբեկիչների դեմ եւ թուրք ժողովրդի միասնությունը նույնպես գործոններ են, որոնք հանգեցրել են ահաբեկչական խմբավորման ինքնալուծարմանը։ Նախագահը նշել է, որ այս իրադարձությունը նշանակալից է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Յաշար Գյուլերը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանի նախագահի անսասան կամքի շնորհիվ տարածաշրջանում հայ ահաբեկիչները պատմական դաս ստացան եւ նշել է, որ Թուրքիան նույնպես իր հաղթանակով ավարտեց ահաբեկչության դեմ 41-ամյա պայքարը։ Յաշար Գյուլերը վստահություն է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում խաղաղություն կտիրի եւ ընդգծել է այս իրադարձության կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի համար։ Նախարարը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել կապերը Ադրբեջանի զինված ուժերի հետ։ Ադրբեջանը ողջունում է քրդական աշխատավորական կուսակցությունը լուծարելու որոշումը, որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն եւ սա համարում է կարևոր քայլ տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում զետեղված հայտարարության մեջ։ Գերատեսչությունում շեշտել են, որ Ադրբեջանը նաեւ ակնկալում է անհապաղ գործնական քայլեր տարածաշրջանում ահաբեկչական սպարտարիքը լիովին վերացնելու համար։ Մենք բարձր ենք գնահատում եղբայրական Թուրքիայի առաջնորդությունը, որը անսասան է մնում ահաբեկչության վերացման, անվտանգության ապահովման եւ կայունության խթանման իր հանձնարարության մեջ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Բահրեյն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը այցելել է Բահրեյնի ազգային թանգարան եւ ծանոթացել երկրի ժառանգությունը արտացոլող պատմական ցուցանմուշների լայն տեսականի հետ։ Այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության X էջում։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օկայա Մեմիշը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար նահանգապետ Օկայա Մեմիշը Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է մեր դեսպան Բիրոլ Ակյունին, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Դոհայում Ադրբեջանի դեսպան Ադիշ Մամեդովը եւ Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդուլլահ Ալ-Գանիմը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելյան պետությունում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։ Դեսպան Ադիշ Մամեդովը մայիսի 12-ին հանդիպել է խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդուլլահ Ալ-Գանիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Միլլի Միջլիսի եւ Կատարի պետության խորհրդատվական խորհրդի միջև համագործակցության ոլորտները։ Ասվում է դեսպանատան սոցիալական ցանցերի էջերում զետեղված հաղորդագրության մեջ։
Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի տարածաշրջանային տնտեսական հերանեկարներ զեկույցի մայիսյան համարում ընդգծվում է միջին միջանցքի ռազմավարական ներուժը Ադրբեջանի համար։ Միջնաժամկետ հերանեկարում Չինաստանը Եվրոպայի հետ կապող միջին միջանցքով արևտուրը կարող են նոր հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտների համար, քանի որ խաղաղության կառուցման ջանքերը կարող են բացել նոր արևտրային ուղիների եւ ներդրումային հոսքերի հասանելիություն, ասվում է զեկույցում։ Միջին միջանցքը միջազգային երթուղի է, որը ձգվում է Չինաստանից դեպի Եվրոպա, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրայով։ Այն դիտվում է որպես ավանդական տրանսպորտային ուղիների այլընտրանք հատկապես գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ լոգիստիկ շղթաների վերաուղղորդման համատեքստում։ Ադրբեջանում կանցկացվի Բաքվի կլիմայական գործողությունների շաբաթը։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Բաքվում կայանալիք միջոցառման մասին տեղեկատվությունը տրամադրել է COP29-ի նախագահ Մուխտար Բաբայևը եւ COP29-ի կլիմայական գործողությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր մակարդակի ղեկավար Նիգար Արփադարային։ Բաքվի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակներում կանցկացվեն միջազգային համաժողով, սեմինարներ, կլորսեղաններ եւ մշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցեն կլիմայական փորձագետներ, պետական հաստատությունների եւ հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներդրողներ։ Այս տարվա ծրագիրը ներառում է այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են էներգետիկ անցումը, կայուն գյուղատնտեսությունը եւ ջրային ռեսուրսների կառավարումը, քաղաքները եւ շինարարական միջավայրը, գիտությունը, տեխնոլոգիաները եւ նորարարությունները, կայուն տնտեսական զարգացումը եւ այլն։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում սպասվում է փոփոխական անբավարարություն հիմնականում առանց ձեղումների եղանակ։ Սակայն գիշեր եւ առավոտյան թերակղզու որոշ հատվածներում հնարավոր է քարշատև անձրև։ Քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 14-16 աստիճան, ցերեկը 21-26 աստիճան տաքություն։ Ադրբեջանի որոշ մարզերում սպասվում է անձրևոտ եղանակ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Բարձր լեռնային շրջաններում թաց ձյուն կտաղա։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 15-19, ցերեկը 23-28 աստիճան տաքություն, լեռներում գիշերը 5-9 աստիճան, ցերեկը 12-17 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավեննում, Խանքենդիում սպասվում է 9-18, Աղդամում, Ֆիզուլիում 12-26, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գոբատլիում 11-20, իսկ Լաչինի Մերքելբաջարում 4-17 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի ունենում բողոքի ակցիա ալկոհոլային խմիչքների, հայ արտադրողների եւ արտանողների մասնակցությամբ։ Ակցիայի պատճառը վրացական կողմի գործողություններն էին, որոնք մասնակիցների խոսքով խոչընդոտում են ալկոհոլ տեղափոխող հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստան։ Լարսի անցակետում արտահանվող օրինակի համար ամսվա կտրվածքով 30 մեքենաներից շատ հնարավոր է այնտեղ ընտրում են 3 մեքենայից վերցնում էին նմուշարու, որը որ օրերի քանակով տևում է 15-ից 30 օր։ Դա այդքան տևում է, բայց դա համատարաշ է, ընտրում էին, որոշում էին ոչ բոլոր մեքենաներն էր պահում, իսկ այս դեպքում Վրաստանը պահում է բոլոր մեքենաները, այսինքն մինչ օրս, այս 1 ամիս արդեն ես չունեմ մեքենա, որ անցել է վրացական կողմը դեպի Ռուսաստան։ Չունեն, բոլոր մեքենաները պահվել են գեյզի, բոլոր։ Չունենք ոչ մի բան, այդ պատճառով հավաքվել ենք այստեղ, փորձում ենք ստանալ այդ բոլոր հարցերի պատասխանները ու ակնկալում ենք իրականում ստանալ, որպեսզի այս հարցին լուծում տրվի։ Ոսում եք դեսպանի հետ հանդիպել, հա։ Ոչ միայն հանդիպել, եթե հանդիպումը կլինի արդյունավետ, այո հանդիպել, եթե չլինի արդյունավետ, կարծում եմ արդեն պետք է մեր կառավարությունն էլ փորձի իր լծակներով ինչ-որ բան անի։ Ակցիայի կազմակերպիչները պահանջում են պաշտոնական պարզաբանում եւ հստակ դիրքորոշում դիվանագիտական առաքելությունից։ Որոշ ժամանակ անց դեսպանատան աշխատակիցը դուրս եկավ ցուսարների մոտ, խնդրեց տուժած ընկերությունների ցանկը եւ ստանալով տվյալները վերադարձավ շենք։
Վրաստանի կողմից։ Իսկ մենք թույլ ենք։ Մենք չենք կարող ասենք, ախպեր ջան, խի եք սադրանք անում, խի չեք թողնում մեր ֆուրերը գնան Ռուսաստան հասնեն։ Ասում եք թե Վրաստանը մեզ բարեկամ երկիր է, ինչու պետք է նման բան։ Բարեկամ մենք հիմա այսօր մենք չունենք բարեկամներ։ Թույլին կողքը ոչ մեկ չի կայնում։ Թույլ երկրի կողմը ոչ մեկ բարեկամ չի ունենում թույլ երկրի։ Ուժեղ երկրները ունենում են լիքը բարեկամներ։ Ոչ միայն էկոնոմիկայի նախարար, վարչապետը պետքա վեկալեր հեռախոսը, զանգեր ասել ախպեր ջան, վրացի ջան, ընկեր ջան, ինչու չեք թողնում մեր ֆուրերը գնան հասնեն իրաց տեղ որտեղ որ պետք է եթան։ Ինչու չեք թողնում։ Հա, պրոստոյ հարց, պարզ հարց։ Ինչու չեք թող, պատճառը ասեք, մի թողեք։ Վարչապետն աթույլություն բացողորում։ Որովհետև նայում ես վրացին եկավ, վարչապետը եկավ, նախագահան եկավ, ասեցին մենք իրար ախպերներ ենք, ինքը գնաց Վրաստան, բայց ոչ մի բան։ Այդ գնալ գալը շփումները նրա համար է, որ այսօր այսպես բաներ չլինի։ Ակցիայի մասնակիցները ճանապարհ փակեցին Վրաստանի դեսպանատան շենքի մոտ։ Կոնյակագործները բողոքում են, որ Վրաստանի անցակետում իրենց մեքենաների պլոմները բացում են, նմուշառում են անում եւ ուղարկում անալիզի, մինչդեռ այդ ապրանքը Վրաստանի համար չէ։ Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։ Այս ամենի պատճառով բեռնատարները շաբաթներով եւ ամիսներով մնացել են Վրաստանում։ Բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործները հանդիպել են Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Նրանք պահանջել են շուտապույտ լուծել իրենց խնդիրները, հակառակ պարագայում կշարունակեն բողոքի ակցիաները։ 102.7 FM